Վաղ առավոտյան ձերբակալվել է ազգային ժողովի նախկին падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հաստատել է տեղեկությունը եւ հավելել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով։ Փաստաբանը ներկայացրել է նախատեսվող ընթացակարգը։ Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Այսինքն սպասվում է, որ կոմիտեն 24 ժամվա ընթացքում հակակոռուպցիոն դատարան կներկայացնի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Միաժամանակ քննիչը լիազորված է նաև չհարուցելու նման միջնորդություն եւ մեղադրյալին ազատելու ձերբակալությունից։ Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները, կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով, գրել է Բաբայանը Facebook-յան իր էջում։ Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Ուայլբերիսի պահեստում։ Այս մասին հայտնել են Ուայլբերիսի մամուլի ծառայությունից։ Բաշկիրիայում օդային հարձակման պատճառով արդյունաբերական գոտու տարածքում, որտեղ տեղակայված է ընկերության օբյեկտներից մեկը, հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Անձնակազմը անմիջապես տարհանվել է, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Դաշնության արևելյան սահմանների անվտանգության ապահովմանը նվիրված խորհրդակցությանը։ Խորհրդակցությունից հետո նա ճաշել է Վարյակ ռազմանավի անձնակազմի հետ եւ շնորհակալություն հայտնել նավաստիներին Խաղաղ օվկիանոսյան նավատորմի զորավարժությունների անցկացման համար։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ չափազանց կարևոր է նավատորմը մշտական մարտունակության մեջ պահելը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ՆԱՏՕ-ի Եվրոատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնից ականազերծման մասնագիտացված սարքավորումներ է խնդրել։ Ռազմական գործողություններից մնացած չպայթած զինամթերքների հսկայական քանակը մշտական վտանգ է ներկայացնում բնակչության եւ կենսական ենթակառուցվածքների համար։ Դաշինքն այս քայլը անհրաժեշտ է համարում երկրի վերականգնման եւ քաղաքացիների անվտանգության երաշխավորման տեսանկյունից։ Կալիֆոռնիայում անհայտ անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ։ Միջադեպի ժամանակ իրավապահները նկատել են Կաստիլյո անունով մի տղամարդու զինված դանակներով եւ փայտե ձողերով։ Չնայած զենքերը վայր դնելու բազմաթիվ պահանջներին, նա հրաժարվել է ենթարկվել եւ փորձել է հեռանալ։ Ի պատասխան ոստիկանները նախ կիրառել են էլեկտրաշոկեր, ապա 2 սպա կրակել է, ինչի հետևանքով ենթադրյալ հանցագործը տեղում մահացել է։ Ռուսաստանի հյուսիսում, Արկտիկայում, Գրենլանդիայում, Իսլանդիայում եւ Իսպանիայում դիտվել է արևի լրիվ խավարում։ Լուսինն ամբողջությամբ ծածկել է արեգակը։ Խավարման առավելագույն տևողությունը կազմել է 2 րոպե 18 վայրկյան։ Մասնակի խավարումը տեսանելի է եղել շատ ավելի մեծ տարածքներում՝ Եվրոպայի մեծ մասում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում։ Կոլումբիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին երկրում հայտարարվել է երրորդյա ազգային սուգ։ Սան Խոսե դել Պալմար քաղաքի մերձակայքում գրանցված 7.4 մագնիտուդով ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 240 մարդ։ Իշխանությունների հրամանագրով պետական հաստատությունների եւ արտասահմանում գործող դիվանագիտական ներկայացուցիչների դրոշները կխոնարհվեն։